Երևույթը կառուցել ընթացքում շրջության առաջին անգամ ընկերությունը ինքը իր միջոցների հաշվին հնարավորություն ունելու նոր շրջության մեքենաներ ունես առաջին Դա վարչապետ ռեանիմոբիլ է, հաջորդած բոլոր սարքավորումները Դեֆիբրիլյատորն է, վարչապետ, կարդիոմոնիտորն է Նա թոքի արհեստական օդափոխության սարքավորումն է, հիմնականում հեռու տեղից հիվանդանալու ծանրագետակից վիճակներում, տեսակը հենց հիմնականում սարքավորումն ինքը, որ թոքի արհեստական օդափոխության սարքավորումի կոշտ պատկարակն է, վանոցի գլխի ֆիքսատորով, եկեղեցւոհոլական պատկարակն է, վակուումային մոբիլիզացիոն մեքենա կա, բազմաթիվ գործողություններով հիվանդներին Որևէ մեքենայում չենք ունեցել միշտ, բան վարչապետ, ու միշտ ունենք դժգոհություն, այս ինքը աստիճանքը այն հիվանդները, որոնք որ պետք է նստացնենք, ու ինքը շատ հետաքրքիր ֆունկցիա ունի։ Այդ բան վարչապետ, ինքը հենց Այսինքն մինչև 150-200 կիլոգրամ կարողանում է տանի, որևէ ուժ չեմ կիրառում, ինքը ավտոմատ ու բոլոր մեքենաները այս սարքավորումով հատուցած են։ Բոլոր մեքենաները 3 տարի ամբողջությամբ սպասարկվելու է կազմակերպության կողմից, այսինքն որևէ մրցույթ չի հայտարարվելու մեքենայի սպասարկման հետ կապված։ Հիմա Երևանի շտապօգնությունը քանի մեքենա է։ Այս բանի, գործի մեջ թե ընդհանուր 60 մեքենա ունենք, քանից մնաց։ Նայեք, սենց է, հիմա այս բան կանչերը ծննդան ամիսային, եթե շատանում է, մինչև 53 բրիգադ սարքում։ Կանչերի քիչացման հետ կապված իջացնում ենք, այսինքն ճգնում ձեր նկատում եմ բոլորը սարքին վիճակում են։ Հա, հիմնականում բոլորը սարքին վիճակում են։ Բոլորը սարքին վիճակում։ Նկատում եմ հիմա ինչքան է օբյեկտիվ պահանջարկը եւ ինչքան մեքենա կա աշխատող։ Միջինում 50 մեքենան ունենք այդ։ հա միանշանակ ունենք, դες չի նոր ունենք պակասների բացարձակ չունենք։ Они мы փաստացի թարմացում Բոլոր մեքենաները ձեռքաբերվել լիզինգով, կառավարությունը ծրագիր ունի 10%-ը մարելու տոկոսի, բայց ես նշեմ, որ այս մեքենաների ամբողջ գումարի չափով 250 միլիոն դրամ ընկերությունը ավանդադրած գումար ունի։ Այսինքն մենք այդ գումարը ավանդ եք դրել, վերջած տոկոսները մայր գումարն եք մարելու, կառավարությունը լավ ծրագիր ունի լիզինգի 10%-ը մարելու է, մենք էլ հետագայում Սա արդեն շահութաբերության հաշվին է։ Ամբողջ հանրապետությունից զանգեր ստանում ենք, որվա կրտվածքով ստանում ենք մոտ այս պահին, այս տարի մոտ 1800 կանչ, հիմնականում այսօրին 2000-2200 կանչ ենք ստանում զանգ, այս տարի փոքրինչ նվազել է, ոնց որ նշեցի, կանչերի 25%-ը հանրապետության տարբեր մարզերից հայլնում զանգին, մնացածը Երևանը։ Հիմա երկու կապ ունեն, խափանման դեպքում ավտոմատ միանում է մյուսը, կոչվում է ԵՄ կապով, ինքը թվային կապ է։ Բաստovat զանգեր ընդհանրապես չենք ունենում։ Հիմա մենք ինչ որոշեցինք զանգերը Այո, օպերատիվ կառավարման կենտրոնը կընկնում ենք մեքենաների պրոցեսը սկսել ենք։ Հիմա մեր հիմնական պրակտիկ խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել, այդ շտապօգնության սահմանագծումը վերացնել։ Այսինքն մի ընդհանուր համակարգը ավելի համեն դեպս կանխավարկածներն ավարտենց ավելի հասանելի կլինի մարդկանց եւ որակյալ կլինի ծառայությունը, մի ժամանակ մոնիտորինգ կանենք տեսնենք մեկ զրույցներ փաստացի ամբողջ հանրապետությունով հասանելի է։ Այսինքն մեկ զրույցներ զանգերի գալուս է այստեղ զանգը, այստեղից գնում է արդեն բան։ Հիմա այս ամբողջ կենտրոնը տեղափոխվում առողջապետության ծավալի Եվ կլինի, հա, բոլորը կզանգեն 103։ Մենք պետք է ավելի լավ, այդ նախարարությունը պետք է ավելի լավ տեխնիկա Մենք այդպես էլ, այո։ ամեն ինչով պետք է բանը։ Պարոն վարչապետ, մի հատ է ուրիշ գործիք ենք հիմա ներդնում, որ քաղաքացին զանգելով 103, եթե ինքը չի կարող կողմնորոշվի, թե ինքը որտեղ է գտնվում, մենք իրան կարճ հաղորդագրություն ենք ուղարկում, ինքը ընդհանրապես սխմելով այդ կարճ հաղորդագրության վրա մենք իրան ավտոմատ արդեն տեսնում ենք, թե ինքը որտեղ է։ Սարերում կլինի, ձորերում կլինի, մենք իրան գտնենք արդեն քարտեզի վրա կոնկրետ տեղը իրա կտեսնենք։ Շատ լավ, դե չխնդարենք շտապօգնության